Պարոն Սաղաթելյան, Ռոբերտ Քոչարյանն իր վերջի ասուլիսում չէր բացառել, որ գործող դաշինքը կպահպանվի, բայց ըստ էության վերջնական էլ չէր հստակեցրել։ Կա այս առումով հստակեցում եւ դաշնակցությունը հակված է, որպեսզի նորից իր 100-ամյա կուսակցության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը լինի։ Այստեղ ուզում եմ ձեր համար հստակ լինի, Ռոբերտ Քոչարյանը Հայ-Հեղափոխական դաշնակցության առաջնորդը չի, ոչ ինքն այդ մասին ասել, ոչ էլ մենք ենք ասել։ Դաշինքը վարչապետի թեկնածուն, դրանք տարբեր բաների մասն է խոսքը։ Երկու միավոր համատեղ կնքում են դաշինք նպատակի շուրջ եւ գոյս ունի վարչապետի թեկնածու։ Մենք ասել ենք, որ արժևորելով Հայաստան խմբարկության գործունեությունը նպատակ ունենք պահպանելու եւ այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Այս բանին որևէ խնդիր դժվարություն չկա, ըստ ժամանակի այդ մասին մենք կհայտարենք։ Նաեւ խոսել ենք, որպեսզի շատ པարզ պատճառով դրան էլ ենք շատ մանրամասն անդրադարձել, որովհետեւ մենք գնահատում ենք, որ նախնդիր չունենք շեմը հաղթարելու առանձին մասնակցելու դեպքում։ Մենք այն ուժերի թվին չենք պատկանում, որ չենք կարող շեմը հաղթարել, բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու 4, 5, 6 կամ նույնիսկ 10 պատգամավոր ունենալու խնդիր, այլ մենք խնդիր ունենք ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, ովքեր իրենց ուժերը կմեկտեղեն հնարավորությունները, ավելի լավ արդյունք կգրանցեն եւ կարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել։ Այս նպատակից ելնելով, այո, մենք մեր օրինակով ցույց ենք տվել եւ գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը եւս պետքա գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհը, որտեղ ակնհայտ է կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, թարմ, իրենց գաղափարներով, իրենց թիմերով, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթարելու դժվարություն ունեն։ Հիմա ինչ կարիք կա գնալ այդ քվեները փոշիացնել։ Մենք առաջարկում ենք, քննարկում ենք, խոսում ենք, որ կամ այդ ուժերը միավորվեն միմյանց հետ, կամ խոշոր բլոկներում, որպեսզի կարողանանք ընդհանրապես մեր խնդիրը լուծենք։ Որևէ ընդդիմադիր ուժ, եթե գնա ընտրության, հավաքի 49%, ունենա ամենաշատ ընդդիմադիր պատգամավորները, բայց ընդհանուր ընդդիմությունը չհաջողի, այսինքն այս իշխանությունը շարունակի մնալ, դա մենք կգնահատենք խորը ձախողում։ Հետևաբար ճիշտ ենք համարում, հաշվի առնելով երկրի առջև կանգնած մարտահրավերները, ամբողջ խնդիրները, իրոք միավորել ուժերը եւ հասնել հաջողության։ Մենք Հայաստան դաշինքի հիմքի վրա տարբեր ուժերի անհատների հետ քննարկումներ ունենք։ Մինչև սա վերջնական չլինի, այդ մասին խոսելը ճիշտ չէ։ Խոշոր ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի թիմը բացառում է ուղիղ համագործակցությունը գոնե նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Մենք գտնում ենք, որ շատ նորմալ է, երբ որ տարբեր ընդդիմադիր միավորներ փորձում են իրենց ծրագրերով առանձին մասնակցել, բայց գտնում ենք նախընտրական շրջանում կան կարևորագույն հարցեր, սկսած ընտրությունների օրինականությունը հսկելուց, վերջացրած քաղաք բանտարկյալների պաշտպանությունից, հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել, իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը կյանքը եւ ժամանակը ցույց կտա։ Կհասկանանք ով ինչ ներգրավվածություն ունի, ինչ ծավալով եւ կտեսնենք։ Մեր մոտեցումը ստեղ եղել է շատ հստակ։ Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել եւ այդ ակնկալիքը ունենք նաեւ մյուսներից։ Բայց նախընտրական շրջանում, գիտեք, շատ բնական է, որ ամեն մի միավոր հանդես է գալիս իր ծրագրերով, ասում է ես իմ ձևով կգամ ավելի լավ կանեմ եւ իրենց ցանկի առաջի համարը կամ իրենց ներկայացրած տեխնացուն ներկայացնում են, որ լավագույնն է։ Սա շատ բնական, նորմալ քաղաքական process։